Արարատի մարզի այն թափի, Ռանչպարի և Տափերականի բնակիչները առաջնային բուժզննում կանցնեն վերանորոգված ու կահավորված ամբուլատորիաներում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ընտրվել են հենց այդ բնակավայրերը, քանի որ 2023-ին ընդունել են մեծ թվով փախստականներ Լեռնային Ղարաբաղից։ Կենտրոնները վերակառուցվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան, ներառական են, անվտանգ ու էներգախնայող։ Արվել է կոսմետիկական վերանորոգում, նոր կահույք է տրամադրվել, սարքավորումների տրամադրման ընթացքում է, ինչպես նաև տրամադրվել է արևային պանելներ, ջրատակացություններ, ծառայություններ ավելի ծախսերը նվազեցնելու եւ ավելի դյուրին հասցնելու համար։ 3 ամբուլատորիան միասին կսպասարկի շուրջ 15,000 քաղաքացու, որից մոտ 700-ը փախստական է, իսկ շուրջ 900-ը ունի հաշմանդամություն։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի խոսքով նորաբաց կենտրոնները կբարելավեն առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը այդ բնակավայրերում։ Լեռնային Ղարաբաղից մեծ թվով փախստականներ ընդունելով Հայաստանի առողջապահական համակարգը ծանրաբեռնվեց, իսկ մեզ համար առաջնային է ապահովել բարձր որակի բժշկական ծառայություններ թե տեղացիների, թե տեղահանվածների համար։ Մեծ պատիվ էր ստանալ Ճապոնիայի կառավարության աջակցությունը լուծելու այս խնդիրը։ Ամբուլատորիաները բարեկարգվել են Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և Հայաստանի հյուրընկալող համայնքների ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով ծրագրով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գործակցությամբ։ Այս ամբուլատորիաների վերանորոգմամբ մենք ապահովում ենք առողջապահական ծառայություններ նաև բռնի տեղահանվածների համար։ Սրանք փոքր, բայց նշանակալի քայլեր են, որպեսզի նրանք իրենց ավելի անվտանգ ու պաշտպանված զգան։ Այն թափի բուժամբուլատորիայի աշխատակիցներն այսօրվան երկար էին սպասել։ Տարիներ շարունակ աշխատել են անբարեկարգ շենքում, որտեղ չկային բուժառուներին սպասարկելու նորմալ պայմաններ։ Շատ վատ վիճակում էր գտնվում, վաղուց ինքը վերանորոգված չէր, խոնավ էր ամբողջ պատերը, սալիկները ամբողջը պոկված։ 2023 թվականին, երբ որ տեղի ունեցավ Արցախահայերի տարհանում, այն թափում նույնպես բնակեցվեցին շատ մեծաքանակ արցախցիներ եւ դարձավ դա ոնց որ նպատակային, հրամայական, որ պարտադիր պետք է վերակառուցվի, վերանորոգվի ամբուլատորիան։ Իսկ առողջապահության նախարարությունից ասում են, ամբուլատորիաների բարեկարգումը պետության համար առաջնահերթություն է, քանի որ մարզի բնակչությունն առաջին բուժօգնությունը ստանում է հենց այստեղ։ Սկսած իմունիզացիայից երեխաների, ավարտած մեր տարեցների խնամքով, դեղապահովումով եւ իհարկե պետք է չմոռանանք հենց ամենակարևոր աշխատանքներից մեկ առաջնային օղակում դա կանխարգելման ողջ գործընթացը ապահովումը եւ ապահովումը որակյալ հենց իրենց բնակավայրերում։ Ռանչպարի ամբուլատորիայի բակում Ճապոնիայի դեսպանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը տնկեցին Սակուրա որպես բարեկամության ու գործակցության խորհրդանիշ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։